Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ այսօր նախադրական ոդկասթի հյուրը նժարի համահիմնադիր Արտաշես Սիկանոմովն է։ Ողջույն Արտաշես։ Բարև ձեզ։ Գիտեք, մեր ձևաչափով փորձում ենք հնարավորինս անկեղծ խոսել։ Դուք վերջին շրջանում դարձել եք հայկական մեդիայի նյուս մեյքերներից մեկը։ Ձեր հայտարարություններով, ձեր շուրջ այն բոլոր, չգիտեմ, կիսասուտ գուցե, կիսաճիշտ հայտարարություններով, որ անում են տարբեր մարդիկ, մասնավորապես ձեր հարստության մասին եւ ձեր կապերի մասին Ռուսաստանի հետ, Ռուսաստանի իշխանությունների հետ։ Թերևս դրանով սկսենք, ինչպես է հարստացել Արտաշես Սիկանոմովը։ Ուրեմն ես 90 թվականից սկսել եմ բիզնեսով զբաղվել, մինչև այդ Երևանի Քավսովետում էի աշխատում։ 90 թվականին ես փաստորեն ավարտեցի ինստիտուտը 87 թվականին Մոսկվայում, վերադարձել էի 3 տարի աշխատեցի, իսկ 98 թվականին արդեն բիզնեսները որ սկսեցին, այդ կոոպերատիվներ էր, այդ վաղտ ինչ-որ sense բաներ էր։ Ես մեկնեցի Մոսկվա, այնտեղ դեր ընկերներ ունեի, սովորելուց ընթացքում շատ ընկերություն ունեի, եւ այնտեղ հիմնեցի հիմնարկ, որը որ առևտրով էր զբաղված, առևտուրը ինչ էր, մենք Ուկրաինայի ու Թուրքմենիայի միջև գազի զաչոտներ էր կոչվում են, վաղ դա, ասենք Թուրքմենիան գազը տալիս էր Ուկրաինային, բայց այն վաղ գումարները չէր փոխանցում, բան, դրա դիմաց մենք ապրանքներ էինք տալի Թուրքմենիային, իսկ Ուկրաինայից ստանում էինք գրիվն, այդ վաղ հələ գրիվնի չէր, ռուբլի էր, հետո փոխվեց գրիվնի, այդ գրիվնի ժամանակ լավ քաշվեցինք, որտեղ կուրսը անգամ այդպես թռավ, շատ փիս ագինո, բայց այդ էր սկզբնական այդպես այդ գազի գործով էինք զբաղված։ Մի խոսքով դուք հարուստ մարդ եք։ Այո։ Եվ ձեր գումարը վաստակել եք Հայաստանից դուրս։ Այո։ Այսօր ամենից շատ որտեղ են ձեր կոմերցիոն շահերը, որ երկրում։ Եվրոպայում։ Եվրոպայում ավելի շատ եւ որ բնակավարն է այսօր։ Ну, իրականում Եվրոպայում դա real estate-ն է, հա, անշարժ գույքի բանն է, բայց Ամերիկայում էլ IT ոլորտում ունեմ ներդրումներ։ Սիլիկոն Վալեում։ Այո։ Այնտեղ 8 տարի աշխատեցի։ Եվ երբ որոշեցիք, որ պետք է ակտիվ զբաղվեք Հայաստանի ներքաղաքական կյանքով։ Արցախի պատերազմից հետո։ Ինձ հետաքրքիր է, ինչպիսին պետք է լինի հայ մարդը, որ որոշի, որ ինքը պետք է եւ կարող է եւ պետք է ինչ-որ բան անի հայրենիքի համար, որովհետեւ մենք գիտենք, որ Հայաստանից դուրս շատ հաջողակ հայեր կան, հատկապես Մոսկվայում էլ են շատ, Եվրոպայում էլ են շատ, Միացյալ Նահանգներում էլ են շատ, բայց մի մասը, մեծ մասը այդ մարդկանց որևէ ձևով չի հետաքրքրվում, գուցե հետաքրքրվում են գուցե օրը ասենք մի 10-15 րոպե հեռախոսով նայում են ինչ է կատարվում Հայաստանում, բայց ոչ ավելի։ Իսկ կա մարդկանց մի խումբ, դուք օրինակ կամ մյուս հարուստ մարդիկ, ովքեր ուզում են իրենց վաստակած գումարը նաև ներդնել Հայաստանում ինչ-որ մի բան փոխելու համար։ Ինչու դուք որոշեցիք լինել այդ փոքրաթիվ մարդկանց մեջ։ Նայեք, նախ եւ առաջ սկսեմ նայած, որ մենակ գումարը չի ստեղ կարևորը, հա, որտեղ կարա մարդ գումարել չունենա, բայց ինքը իր ներդրումը ունենա պետականաշինության մեջ, հա, նայեք, ես շատ եմ մտածել, իրականում ես շատ ընկերներ եմ ունեցել տարբեր երկրներում, տարբեր պաշտոնյաներ քաղաքականության մեջ, մարդիկ Հայաստանում շատ ընկերներ ունեի քաղաքականության մեջ, ովքեր ուղղակի համ ժամանակին իշխանություն են եղել, հետագայում ընդդիմություն են եղել, ասենք, Երևանում ծնված մեծացած ընկերներս շատ են ստեղ եւ բոլորին ճանաչում եմ, հա, բոլոր կառավարությունների ժամանակ շատ ընկերներ ունեմ, ովքեր եղել են համ ընդդիմություն, համ իշխանություն։ Նայեք, իմաստը ինչն է, ես երբեք չեմ ձգտել քաղաքականության մեջ մտնեմ,
ես տեսել եմ ինչքան անդուր գործ է դա եւ ես սիրել եմ բիզնեսը, հիմա էլ եմ սիրում իրականում բիզնեսը։ Հիմա շարունակում եք բիզնեսով Այո, եւ իրականում ես հենց որ տեսնեմ, որ իրականում ստացվում է ինչ-որ բան փոխել եւ արդեն հունի մեջ է անգել գնում է, ես միանշանակ էլի գնալու եմ դեպի բիզնես։ Այսինքն չունեք պաշտոն զբաղեցնելու որևէ ցանկություն։ Ծաղալի է, դա հələ հակառակ ես օգնել եմ ուրիշները պաշտոն զբաղեցնել։ Ուզում եմ հասկանալ հիմնական պատճառը, այ որ էմոցիան է, որ ձեզ ստիպել է զբաղվել Հայաստանի ներքաղաքական Ես ձեզ մի բան ասեմ, միանշանակ կարամ դա ասեմ, դա պատվի բանն է, որտեվ Արցախի պատերազմից հետո մեր արժանապատվությունը շատ անկում ապրեց, ոչ թե անձնական, որտեղ անձնական դու մեկը քո արժանապատվությունից, եթե դու արժանապատվություն արժեքների տեր մարդ ես, դու չես կարող դա կորցնես, դու միևնույն նշանը, բայց ընդհանրապես դու զգում ես, որ քո ազգիդ, քո էության նկատմամբ սկսում են արդեն ոտնձգություն կատարել։ Այսինքն արժանապատվությունը դրսում Հայաստանից դուրս ապրող հայերի համար նաև պրագմատիզմ նշանակություն ունի, որովհետև եթե քո երկիրը, քո ազգը համարվում է ազգ, որ այսօր չունի արժանապատվություն, դու էլ ես դժում դրանից եւ նաև քո գործերի վրա էլ է դա անդրադառնում։ Երբեք չի եղել, որ հայ հանդեպ անարժանապատիվ վերաբերվեն, ուղղակի օրեն երբեք դա չի եղել եւ չի լինի։ Այսօր միակ մարդը, ով որպես ներկայացուցիչ մեր ազգի ով որ մեր արժանապատվությունը գցում է, դա Նիկոլ Փաշինյանն է, եւ դրա համար պետք է ամեն ինչ արվի, որ նա հեռանա։ Ինձ հետաքրքիր է քաղաքական գործիչները այլ ձև են պատասխանում։ Ես ուզում եմ, որ դուք պատասխանեք ձեր կարծիքով այն ինչ տեղի ունեցավ մեզ հետ, Արցախի կորուստը, պատերազմում պարտությունը, դա հիմարության թե դավաճանության է ամենանիվ պատճառով տեղի ունեցավ։ Դա շատ սխալ մոտեցում է միանգամից այսպես պատասխանելը, որտեղ սա ինստիտուցիոնալ պրոբլեմա իրականում։ Ոչ դավաճանությունը լինում է ինչի, ոչ թե որտեղ մարդ ծնվել է դավաճանա մեծացել կամ էս ինչա։ Մենք հասկանում ենք, բոլորս գիտենք ինչա, բայց իրականում մենք ունենք ինստիտուցիոնալ պրոբլեմ, որպես պետություն մենք չենք կայացել դեռևս։ Եվ դրա պատճառով մենք ունենում ենք դավաճաններ իշխանության մեջ, մարդիկ Այսինքն խնդիրը ավելի խորքային է, որտեղ Ռոբերտ Քոչարյանը երեք իր ֆիլմում ասաց, որ սա այն պատերազմը չէր, որ մենք պետք է պարտվեինք, մենք չպետք է պարտվեինք եւ կարող ենք։ Գիտեք ոնց, ես իր հետ համաձայն կնեմ այն առումով, որ եթե ինքը լիներ այդ ժամանակվա իշխանությունը, այսպես ահռելի իրավիճակ չէր ստեղծվի։ Բայց ես մի բան կարամ ասեմ, որ ես վստահ եմ, որ չգիտեմ, այդ թղթերը հիմա կանոն ոնց որ բացահայտեն այդ Միսկի խմբի, չէ, բաները բացվել է, սա որ այն գլխից էլ պայմանավորվել են, որ պետքա այն ազատագրված շրջանները վերադարձվեր։ Դա երբեք չեն թաքցրել Հայաստանի իշխանությունները։ Այդ առումով էր լինելու ինչ-որ մի բան, բայց ոչ թե այն ինչ-որ արեց Նիկոլ Փաշինյանը, որը որ ուղղակի է ասում, ինքս ազգային ժողովում ասեց, որ կարար դա չլներ, բայց այդ վաղտ իրանք ասեին դավաճան, եթե պատերազմը չլներ, եթե երեխաները դրա համար սա ակնհայտ է։ Արտաշես, ձեր մասին նաև ասում են մամուլում շատ եմ կարդացել, որ դուք ունեք հատուկ կապեր Ռուսաստանի իշխանությունների եւ մասնավորապես Շոյգուի հետ։ Ոչ թե մենակ իր հետ, ես ընդհանրապես ընկեր եմ եղել Գրաչովի հետ, Վլադիսլավ Սուրկովի հետ, ասենք ես շատ եմ շփվել Ելցինի շրջապատի հետ եւ այսօրվա դրությամբ իմ ամենամոտիկ ընկերս Սերգեյ Յաստրժանսկին է, ասենք մինչեւ հիմա կապերի պահում ենք, եկել է Երևան, իմ տաններ ապրում, ասենք այդտեղ շփում կա, բայց ոչ թե մենակ Ռուսաստանում, ասենք ես Ամերիկայում էլ, Անգլիայում էլ ունեմ բարձրաստիճան պաշտոնյաների հետ լավ կապեր, ասենք շփվել եմ համ Ելցինի հետ, համ Ռոմի Պապկու հետ, համ Գորբաչովի հետ։ Դուք նաև հայտարարեցիք, որ ժամանակին մոտ 200,000 200,000-ի չափով գումարի տրամադրել ԲՎՌ-ին։ Այնտեղ ես իրանց բաներ եմ օգնել, էլի, ասենք այդ մեծ գումարի ստեղ ֆիրմա ունեի, ես որ պատկերացնեք, հա, ոնց էր, որ էլի IT ոլորտում էր, եւ ահագին մեծ գումար, ավելի շատ էին կարել, ես կեսնել չգիտեմ, էլի բաժանել ենք, բայց մեծ մասի մոտ 200,000 չափի կահույք, կոմպյուտերներ, հեռախոսներ, շատ մեծ ահագին տեխնիկա է։ Իսկ ինչու հենց ԲՎՌ-ին, այսինքն որտեղ ես իրականում մինչև այսօր էլ վստահ եմ, որ իրանք ազգային ուժ են, իրանք իմ համար շատ ընկալելի, հասկանալի, շատ բարձր որակով նույն Գարեգին Չուխազյանը, Վարուժան
Ավետիսյանը, ասենք Ժիրայրը չտեսնված բան է, հա, ինքը ղեկավարը որպես հրամանատար, բայց որպես քաղաքական գործիչ մի քիչ Բայց տեսեք, իրենք շատ մեղմ ասած արևմտամետ են։ Ահա որ չեն սիրում Ռուսաստանը եւ Ռուսաստանի մեջ տեսնում են թշնամի։ Գիտեք ոնց հիմա նայեք, մեկն էլ կա որ Եվրոպայի մեջ է տեսնում թշնամի, բայց նորմալ է, ընդհանրապես մեր պետության մեջ պետք է լինեն նրանք էլ, հա։ Հիմա ես եթե տեսնում եմ մարդ իր որակով իրական կարգին մարդ է եւ իր մոտ տեսակերպն է, դա ես հարգում եմ իր տեսակետը, ինչի պետք է չհարգես։ Իսկ դուք որպես արդեն քաղաքական, ես արդեն ձեզ համարում եմ քաղաքական գործիչ, որտեղ դուք ունեք ձեր մասնակցությունը ներքաղաքական կյանքում, ձեր կարծիքով այս իրավիճակում, երբ տեղի են ունենում աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ եւ ակնհայտ չէ, կանխատեսելի չի, թե ինչպիսին կլինի աշխարհը վաղը, մեծ փոփոխություններ են լինելու, թե տարածաշրջանում, թե ընդհանրապես աշխարհում, բոլորը դա հասկանում են, այս իրավիճակում Հայաստանը ինչպիսի արտաքին քաղաքականություն պետք է վարի եւ երբ որ քաղաքական գործիչները ասում են, որ մենք պետք է ելնենք մեր շահերից եւ հնարավոր է լինել բոլորի հետ բաց եւ մաքսիմալ լավ հարաբերություններ ունենալ, դուք սրան հավատում եք, թե սա միֆ է։ Ազատ ջան, նայեք, այդ որ ասում եք անկախատեսելի է, ես համաձայն չեմ։ Գիտեք ինչ է լինել աշխարհի հետ։ Մի քանի մոտեցումներ կա, բայց հավանականությունը որն է, ես պատկերացնում եմ, որովհետև այստեղ շատ կարևոր է դու ճիշտ աղբյուրներից կարողանաս ստանաս ինֆորմացիան։ Եթե դու ճիշտ ստանում ես ու ճիշտ վերլուծում ես, դե էսա կարևորը։ Ընդհանրապես ամենակարևորը դե մենք ինչ չունենք, մենք չունենք օրինակ think tank-եր, որոնք պետք է զբաղվեն այդ վերլուծությամբ, ներկայացնեն մի քանի մոտեցումներ, որ մեր ղեկավարները կարողանան հասկանան, հա, կողմնորոշվեն։ Այս ինստիտուտները չի կառուցվել, դրա համար եմ ասում, մենք ինստիտուցիոնալ խնդիրներ ունենք այն սկզբից։ Մենք չենք կարողացել ստեղծենք, ասենք, էլիտայի ինստիտուտ, որը որ պետքա Գիտեք ինչքան think tank-եր կային Միացյալ Նահանգներում եւ ինչ զարգացած էին այդ ինստիտուտները եւ ինչ եղավ նրանց հետ եւ ինչպես եղավ, որ Թրամփը եկավ իշխանության Միացյալ Նահանգներում եւ հանգարցակի եղավ։ Ոչ, հանգարցակի չէր, դա օբյեկտիվ էր դրա գալը, բայց նաեւ նրա գալը ուղղված էր այդ բոլոր Այս առումով այնտեղ թույլ տվեք ես ձեր հաղորդմանը բան ներկայացեմ, որտեղ ուրիշ տեղ չեմ ասել։ Ես հիմա կասեմ, ուրեմն ես միանշանակ կարամ ասեմ 2-3 տարվա մեջ ահռելի տնտեսական ճգնաժամ լինելու աշխարհում։ Իրականում ահռելի ճգնաժամ լինելու։ Միացյալ Նահանգներում։ Ոչ, ամենակիչը կտուժի Միացյալ Նահանգները, կշահի Միացյալ Նահանգները, քիչը կտուժի Չինաստանը եւ շատ քիչ կտուժի Ռուսաստանը։ Ամենաշատ տուժվելու է Եվրոպան, ու սա արվում է հենց դրա համար, սա շատ ոչ թե այսօրվա Տրամփի որոշած ինչ-որ նախագիծ է, այս նախագծերը, այդ think tank-երը ձեր ասած, հա, այդ research ինստիտուտները, այդ ցավը տանեմ, Ազատ ջան, այդ ամեն ինչը ինչ-որ մեկը չի նստած ընդե, ինչ-որ Սև Շորով, Ku Klux Klan-ի գլխարկով ու որոշումներ ինչ-որ կայացնում, այդ ինստիտուտներն է։ Այնտեղ միտեղ ինչ-որ կոչվում է sense, մյուս տեղը ուրիշ ձևա կոչվում, բայց այդ ինստիտուտները, դա կայացած ինստիտուտներ են, կայացած պետության, դրա համար էլ իրանք կարացան գաղութից դառնան ամենաառաջադեմ, առաջատար, ամենագերհզոր պետություն։ Միացյալ Նահանգներին պետք է որ Եվրոպան թուլանա։ Այո, շատ է իրանց պետք, քանի որ իրանք հաշվարկում են, իրանց հաշվարկները անում ոչ թե ոնց որ մենք Նիկոլը ինչ արեց, ինչ չարեց։ Իրանք հաշվարկում են, իրանք տենում են առաջ են նայում, ասենք մի 10 տարի, 20 տարի, 50 տարի, ինչպես եւ Չինաստանը։ Հաշվարկները ոնց է մոտարապես, հա, դուք պետք է պատկերացեք, բոլոր պատերազմների իմաստը, էությունը դա տնտեսությունն է։ Ուրիշ մոտեցում չկա, չի եղել։ Ну, բացի ինչ որ ասենք եթե կրոնական, հա, այդ բաներից տնենք, չնայած ընդդեմ է տակը ինչ որ նայում ես միևնույնն է տնտեսություն կգտնես ամեն դեպքում նայեք եթե ստացվեր այնպես որ Եվրոպան ու Ռուսաստանը հա ինչ որ մի մոմենտ միանային իրար դա դառնալու էր մի հատ ահռելի մեծ շուկա ու ահռելի մեծ մի հատ ինչ-որ գեր պետություն կառաջանար, որը որ շատ ուժեղ, ասենք, բան կդառնա։ Դերակատար կդառնար։ Այո, համաշխարհային դերակատար էր դառնալու, որը որ Ամերիկայի շահերից չի բխում։ Իրանք հակառակ, այսօր ունեն թուլացնում են բոլորին եւ ունեն մի հատ գեր նպատակ եւ իրանց թշնամին, որը որ իրանց ազգային, այո, ամերիկացիության այդ բանում գրած է, ուղղակի գրած է, որ Չինաստանն է
իրանց թշնամին, որ պետք է ամեն ինչ անեն, որ կասեցնեն Չինաստանի զարգացումը։ Ինչ որ եւ կարանում են իրականում անեն, հա, ասենք, բայց տարբեր ոլորտներում են իրան կարանում անեն, ասենք այդ բարձր տեխնոլոգիաներում իրանց դեմը կարացել են առնեն, չնայած մասսայական շուկան միևնույնն է դեռևս Չինաստանը կարողանում է։ Դրա համար այստեղ է լինելու։ Ամեն դեպքում պատերազմը այս երկուսի մեջ է, բայց ելի եմ ուզում հատ վերադառնամ, եթե թույլ տաք, շատ կարևոր հարց է մեր համար, որ նայեք, հա, ամեն դեպքում որ դուք հարցեցիք իսկ ինչ պետք է մենք անենք, նայեք, նախ եւ առաջ մենք պետք է փորձենք այս մոտակա կես տարուց մինչև մի տարի ընդհանրապես ինչ որ շարժումներ չանենք շատ կտրուկ, հա, մեզ չի կարելի ինչ որ տեղից դուրս գալ ու ինչ որ տեղ մտնել։ Նախ եւ առաջ, քանի որ հələ մենք չունենք այդ ինստիտուտները կայացած, որոնք որ կարողանան, հա, տարբեր ծրագրեր ներկայացնեն ղեկավարներին, որ ասեն այս դեպքում sense կլինի, այն դեպքում նենց կլինի։ Ինչ որ հաշվարկներ անում են, բայց որ լսում ես, ասենք, էկոնոմիկայի նախարարի խոսալը, թե նրա հաշվարկները, հասկանում ես, որ այստեղ մենք խայտարակ վիճակի մեջ ենք։ Եվ դրանից ելնելով մեզ պետք է հիմա ցենց կտրուկ քայլեր չանել, մեզ պետք է այս ընթացքում կես տարուց մինչև մի տարի կայացնել էլիտայի այդ ինստիտուտները, եմ ասում ես ամենտեղ միանշանակ կարելի է դրվածքը դնել, որտեղ այդ ծրագիրը մենք մշակել ենք մոտ 3 տարի, ես ներկայացրել եմ բոլոր ուժերը տեղյակ են, ընդհանրապես ձեզ ավելին ասեմ, շատ լավ, իրականում շատ լավ են ընդունել եւ ես ավելին եմ իրանց առաջարկել, բոլոր ուժերն էլ առաջարկել եմ, որ այսօրվա դրությամբ էլ մենք կարանք բոլորս համախմբվենք, որ չստացվի այս կողմ կամ այն կողմ, բայց ժողովրդին համախմբելու եւ Փաշինյանին հեռացնելու համար կարելի է անկախ մի հատ վարչապետի տեխնացու դնել, то есть սարացնել իրանց վարչապետի տեխնացուները, իրանց քաղաքական մոտեցումները, այդ պարագայում դնել նպատակը այդ ինստիտուտը կազմավորել, որովհետեւ նայեք, հա, այսօրվա դրությամբ ով էլ լինի մյուս վարչապետը, դա մարդ է, ուժեղ մարդ կլինի, լավ մարդ կլինի, բարոյականության տեր մարդ կլինի, ի տարբերություն այս մեկին, այդ մարդը միևնույնն է սխալ է, որ 21-րդ դարում հայ ազգը կախված լինի մի մարդու որոշումից։ Դրա համար այս ինստիտուտը, որ մենք ենք առաջարկում, հա, պետխորհրդի մոտեցումը, սա ամենակարևոր հարցերից մեկն է, որը թույլ կտա կապ չունենա, ասենք նույն Նիկոլը վաղը Աստված-Եվրոպայի վերադառնա, ոչ թե այս ընտրություններն, ես իմ Բերդից երբ որ դուրս գամ 20 տարի հետո նորից ուզանա դառնա ու դառնա վարչապետ, կապ չունենա ով է վարչապետը, որտեղ ինստիտուտները արդեն դրված կունենան, կաշխատեն։ Մեր խնդրումը հենց դրա մեջ է, որ մենք ընտրում ենք մարդկանց, ու մարդիկ իրանց վրա վստահ են, որ իրանք կգան, այո, կարող է ուժեղ իրանք բանեն կառավարիչներ են։ Դուք ասում եք այն, ինչ քարոզում է նաև բոլորին դեմ եմ ուժը։ Նայեք, բոլորին դեմ եմ ուժը քարոզում է մեր մասից մի փոքր 3 կետնա միայն, որովհետև մերը ավելի գլոբալ է եւ մենք չհասցրեցինք միջև ընտրությունը այդ համախմբել։ Դրա համար մենք որոշեցինք, որ ճիշտ է բոլորին դեմով, քանի որ այդ երիտասարդ կամ երիտասարդ, ասենք ես 61 եմ, այնտեղ միջինը 30 տարեկան տղաներ են, բայց այդ տղաները այնց կյանք են անցել, այնց փորձ են անցել այս տարիների ընթացքում, ասենք բոլորը համարյա թե բոլորը պատերազմին մասնակցած տղաներ են, բոլորը ընտանիքներ ունեն, բոլորը բիզնեսներ ունեն, ասենք իրանք կախում չունեն ինչ-որ մեկից ու իրանք, ասենք մենք տեսանք, որ շատ մաքուր իրական չտեսնված հայ մարդիկ են, հա, եւ այդ հայ մարդիկ երբ որ տեսանք, որ ունեն այն ծրագրերը, որոնք որ իրանցից ոմանք, էլի ասեմ, ասենք նույն Միքայել Նահապետյանը, ասեմ ձեզ, այս մոտ 3 տարի որ մենք մշակում ենք, ինքը մասնակցում էր, շատ տարբեր ուժեր էին մասնակցում։ Մեր ժամանակը շատ սուղ է, եկեք ես կոնկրետ հարցեր տամ, հա, տեսեք, դուք ասեցիք, որ ձեր ծրագրից վերցել են 3 կետ։ Իրանք չեն վերցնել մեզ այնց։ Իրանք ոնց որ իրանք հասկացա, կարողացել եք համաձայնության գալ, քննարկել 3 կետի շուրջ եւ այսօր ինչ ունենք մենք։ Մենք ունենք մի ուժ, որը գնում է ընտրություններին, բոլորին դեմ եմ անվան տակ։ Ակնկալելով, որ իսկապես Հայաստանում շատ են մարդիկ եւ վերջին ընտրություններն են նաեւ դրա մասին վկայում, որ Հայաստանում շատ կան մարդիկ, որ ոչ ոքի չեն հավատում, բոլորին դեմ են եւ ըստ այդմ ընտրությունների չեն գնում կամ գնում են այդ թուղթն են փչացնում, թերթիկն են փչացնում։ Հիմա դուք առաջարկում եք, որ եկեք մեզ ընտրեք։ Մեզ չէ, իրանց, ես նժանն եմ։ Հա, ես հասկանում եմ, եկեք բոլորին դեմ ընտրեք, այդ ուժին ընտրեք Գինա Կարապետյանց։ Այո։ Նաև նրանց շարքում է։ Այո, մեր մոտից մարդիկ շատ կան։ Հասկանում եմ։ Հիմա ստացվում է ինչ է, օրինակ եկեք պատկերացնենք հունիսի 7-ի, ասենք հունիսի 8-ն է, գիշերն է, արդեն գալիս են արդյունքները ընտրատեղամասերից եւ պարզվում է, որ ազգային ժողով են անցել 4-5 ուժ, այդ թվում նաև ձեր ուժը։
ասեք հաղթահարել եք այդ 4%-անոց շեմը եւ անցել եք ազգային ժողով։ Հիմա պետք է ստեղծել կոալիցիոն կառավարություն, պետք է միավորվել Փաշինյանին հեռացնելու համար։ Բոլոր այն ուժերը, ովքեր որ սպոյլերներ չեն, ովքեր որ բան չեն, իշխանական չեն, իշխանական պրոյեկտ չեն, սազանդար չեն, ինչպես դուք եք ասում, օքեյ, բոլոր մնացած ուժերը իսկ դրանք քիչ են, մոտ 4-5 ուժի մասին, 4 ուժի մասին է խոսքը, մնացած 14 ուժը, 15 ուժ է մասնակցում ընտրություններին, այդ մնացած 15 ուժը հայտարարում է, որ գերնպատակը, number 1 նպատակը, առաջնահերթությունը Փաշինյանին հեռացնելն է իշխանությունից։ Դա սխալ նպատակ է։ Տեսեք, չէ։ Ասեմ ինչի կարելի է կներեք Ազատ ջան, նայեք, ընդհանրապես համակարգերը ոնց են ղեկավարվում։ Դու պետք է ունենաս գերնպատակ։ Երբ որ դու ունես գերնպատակ եւ գերնպատակը իրանից արժեք պետք է ներկայացնի։ Եթե գերնպատակը արժեք չի ներկայացնում, դա արդեն գերնպատակ չի։ Դա գործիք է։ Փաշինյանին հեռացնելը դա գործիք է հասնելու գերնպատակին։ Եթե մենք սխալ ենք դնում Ազատ ջան, նայեք, պետք է սկզբից այս մարդը հեռանա, որ մենք հայերով հավաքվենք, կարողանանք անում, որ հետո գնում ենք էլի Նիկոլի ձեռը։ Եթե սա հեռանա, դրա տեղը գա մի հատ ուրիշ Պողոս առանց պայմանավորվելու, կարող է նույն Պողոսը վաղը մեր դեպքին ավելի վատ վիճակի մեջ լինի։ Հիմա մենք եկանք ամենակարևորին, չէ՞, դուք ասում եք, որ միշտ տենց եք մտածել, նախ այն ինչ որ տեղի ունենում այսօր Հայաստանում, սա աննախադեպ է։ Հայաստանի նորագույն պատմության հետ երբևիցե նման բան չի եղել, դժվար է պատկերացնել, որ կգա մեկը հարցականի տակ կտնի հայկական հայոց ցեղասպանությունը, պատերազմ կսկսի։ Ինչ գիտենք, բավական Հայաստանը տան գնա։ Չէ, մի րոպե։ Վաղը, այո, եթե մնա Փաշինյանը, իսկապես Հայաստանն էլ չի լինի։ Հիմա խնդիրը ինչ է, որ կա հստակ մարդ, ով ում մնալը կենսական վտանգ է, էգզիստենցիոնալ վտանգ է հայերի համար, ոչ միայն Հայաստան պետության համար։ Դա գերնպատակ չէ, սա գործիք է, մի րոպե, տեսեք։ Չէ, եկեք դուք համակարգերից եք խոսում, համակարգերի կառավարումից եք խոսում։ Սկզբից հարթակ ստեղծեք, որ գերնպատակը ինչ որ մի ձևով ներկայացնեք, ու այդ գերնպատակի համար ինչ որ քայլեր անեք։ Այս պահին հարթակ է պետք ստեղծել։ Հարթակ ստեղծելու համար դա number 1 խոչընդոտը Փաշինյանը։ Եկեք միանշանակ ճիշտ եք։ Այ եկեք ձեր հետ միասին դիմենք բոլոր ուժերին, ասենք եկեք վաղը չէ մյուս օրը կամ 5 օր հետո ժամանակ կա։ Կլոր սեղան կազմակերպենք այն ուժերը, ովքեր որ իրականում ուզում են Փաշինյանը հեռանա, եկեք նստենք, բաց լրատվականները ներկայանեն, այն on-line, բանով խոսանք, ներկայացնենք այն մոտեցումը, որն է մեր գերնպատակը։ Մեր գերնպատակը, եթե տնտեսությունը սենց կանեմ, դա չի կարա գերնպատակ լինել։ Ոչ, այստեղ է մեր բանը։ Երբ որ մարդիկ այսօր քարոզչական բանի մեջ գնում են, ասում են մենք այսքան տեղ կանենք, այդ մյուսը ասում է սենց կանենք, պատերազմ չի։ Մի րոպե, Ազատ ջան, չէ։ Եկեք հասկանանք, մենք ընդհանրապես այն ազգն ենք, որ ուզում ենք արժանապատիվ ապրենք, թե չէ։ Եթե արժանապատիվ ապրելու մասին ենք ասում, Փաշինյանները այսպես են մեր համար։ Այս ոչ մի բան է Փաշինյանը, որ մենք սարքել ենք գերնպատակ, ոչնչություն է այդ մարդը։ Ոչնչության մասին գերնպատակ ոնց կարա լինի։ Սա գործիք է, պետք է հասկանալ։ Եթե գործիքը ես որպես պատմաբան եմ ձեզ ասում։ Կներեք, եթե մենք ուզում ենք դրան հեռացնենք, օգտագործենք որպես գործիք գերնպատակի, եկեք մի հատ գերնպատակի մասին խոսանք իրար հետ, նստենք ոչ թե ամեն մեկը առանձին, որտեղ պրինցիպի բոլորը ասել են, շատ հետաքրքիր է, ճիշտ է։ Եկեք անենք։ Հիմա եկեք անենք, ձեզ ավելին ասեմ։ Այսօր մնացել է Սամվել Կարապետյանը վերջնական հաշվարկներ անում, որտեղ իրանք մի հատ խնդրեմ ունեն։ Իրանք հաշվարկներ են անում, հրավիրել են, ասենք, բաներ, պոլիտտեխնոլոգները, քաղաքագետների, քաղտեխնոլոգներին դրսերից, շատ լավ, բայց այդ քաղտեխնոլոգները չեն հասկանում մեր ինքնությունը հայի, որտեղ պետքա դու հայ ելնես, որ դու կարողանաս ճիշտ այստեղ որպես պատմաբան ձեզ ասեմ, հա, տեսեք, որպես պատմաբան եմ ասում, մարդկության պատմության մեջ պարբերաբար եղել են մարդիկ, որ եկել են առաջադեմ իրենց գաղափարներն են առաջարկել, փրկության ծրագրեր են առաջարկել, տարբեր երկրներում, տարբեր ազգերում են եղել նման մարդիկ, բայց ընդ որում իհարկե եղել են մարդիկ, ում ծրագրերը իսկապես կարող են փրկել ինչ-որ իրավիճակ կարգով, կարող են ճգնաժամ հաղթահարել, կարող են պատերազմներ հաղթել, կարող են պատերազմներից խուսափել եւ այլ, այսինքն իսկապես օգտակար ծրագրերով, գաղափարներով շատ մարդիկ են եղել պատմության մեջ մարդկության, որ ոչ ոք չի լսել այդ մարդկանց կամ շատ քիչ մարդ է լսել եւ արդյունքում այդ մարդկանց գաղափարները գնացել կորել են։ Հիմա դուք քաղաքական ուժ եք, եթե մենք վերցնում ենք բոլորին դեմ են կամ նժարը, հասարակական քաղաքական ուժ եք, որ դեռ
չունեք այն վարկանիշը, որ կարողանաք, մի րոպե, որ կարողանաք ձեր ծրագիրը ճիշտ ձևով ներկայացնեք ներկայացրել ենք։ Հիմնական մեր ծրագիրը ներկայացրած է, բոլորը հասկանում են ու հասկանում են, որ մեր ծրագիրը գերնպատակ։ Բայց ձեզ հաստատ ասում են եկեք Փաշինյանը հեռանանով։ Բայց ինչ են ձեզ ասում։ Ասում են 100% ճիշտ է։ Հիմա եթե սաղ պատրաստ են, եկեք անենք այդ։ Բոլորն ասում են։ Բայց ինչու՞մ է խնդիրը։ Հիմա Սամվել ենք պետքա հաշվարկեն, այդ դրա համար եմ ասում, չթողեցեք։ Իրանց քաղ տեխնոլոգները կներկայացնեն, թե ոնց կներկայացնեն, ինչ կանեն, չգիտեմ։ Վերջում ասենք, բերում են ասում են, ասենք, պարոն Կարապետյան ասում են, այս բանը եթե դուք հանգարց անեք, կարողա չկրեք։ Ինչ որ դուք բան կարող ասեն ու չստացի։ То есть ես հասկանում եմ Կարապետյանից մոտեցումները, հա, իրանք շատ ճիշտ այն բիզնես պետությունն էլ մոդելները գրագետ քաղ տեխնոլոգներ են իրենց հետ աշխատում։ Բայց այդ գրագետ քաղ տեխնոլոգները մի հատ եթե հայ լինեին այդ գրագետները, այդ էֆեկտը մենք կարողանանք ստանալ։ Իսկ քանի որ հայ չի, իրանք ընդհանուր օրենքներով են ճիշտ ձևի մոտեցումները ցույց տալի, բայց իրանք ունեն գերխնդիր Փաշինյանին հեռացնել, իրանք դրա շուրջ են մտածում։ Դա կարող է չստացի։ Այդ դրա համար եմ ասում, կարող չստացի, որովհետև մենք մեր առաջարկը 100%-անոց հեռացնում ենք Փաշինյանին։ Ինչով է ձեր առաջարկը 100%-անոց։ Կլոր սեղան անենք, նստենք, բոլորը պատրաստ են իրականում։ Թող Սամվել ենք երբ եթե պատրաստ են, իրանք ասեն, հա, պրինցիպի հետաքրքիր է, դե եթե պատրաստ եք, եկեք նստենք, ներկայացնենք ժողովրդին, ու ասենք, մենք կներկայացնենք, որ ասում եք են խելագարներն ենք, որոնք եկել են շատ հետաքրքիր իդեաներ, ոչ, շատ հետաքրքիր իդեա չի Ազատ ջան։ Սա բանն է, որ մենք գիտենք, իրանք չգիտեն։ Այդ մարդիկ չգիտեն։ Ամեն չի որ ամեն մարդ կարող ամեն ինչ իմանա։ Տես չի։ Բաներ կա որ մենք գիտենք, իրանք չգիտեն։ Մենք ներկայացնում ենք օրինակ շատ բարձր աստիճան, սենց ասեմ, Քոչարյաններն են ներկայացնում, միանգամից հասկացավ, միանգամից ասել ճիշտ մոտեցումը։ Եթե Քոչարյանը որպես երկրորդ ընդդիմադիր ուժ, հա, մեծության պարկանիշով հասկացել է, ուրիշ էլ ու մեկ ներկայացրել է։ Բոլորին են ներկայացրել, բոլորն են հասկացել ու բոլորով միավորվեք։ Երկու մեծ ճամբար լինի, միակ Սամվել Կարապետյանը եւ վստահություն չկա, սենց իրար մեջ վստահություն չկա։ Մեկ ասում է կան, եթե ես առաջինը գնամ, սենց հարցեր կա, որ ու գիտեք ոնց մի հատ էլ խնդրեմ կա իրականում ավելի բանն է, որտեղ իրանք դες բոլորն էլ մոտ մի 7-8 ամիսան նախապատրաստել են իրանց ծրագրերը, հա, այդ ընտրական ու այդ ջարդել հիմա բան անելը դրա համար թող հաշվարկեն, թող տեսնեն, եթե գտնում են իրականում դա հնարավոր է, իրանց որտեղ սա է միակ 100%-ից իրանք պատկերացնում 100%-ից դուրս կթռնի Նիկոլա։ Արտաշես, եկեք ես ուզում եմ հասկանալ ձեր տրամաբանությունը։ Դուք ասում եք, որ եթե չընդունեն ձեր այդ ծրագիրը, դժվար կլինի հեռացնել Փաշինյանին, ճիշտ եմ հասկանում։ Շանսերը քչանում է, ինչի, որովհետև նայեք, հա, ինչ կարա լինի։ Կարա ստացվի այնց, որ մեզ թվում է, ասենք, մենք ենք անցնելու, օրինակ ես լսում եի Թաթույաններ ձեր մոտ իրանք վստահ արդեն որ շեմա հատել են, իսկ ես վստահ եմ, որ չեն հատել, որովհետև մեր սոցհարցումները ինչ որ մենք ենք անում, իրանք 2% էլ չեն հասնում։ Իսկ դուք քանի տոկոս։ Մեր բանով շատ հետաքրքիր է, օրինակ ես ձեզ ասեմ, կարեք ստուգեք։ Օրագիրը Նարեկ Կիրակոսյան, որոնք որ մեր հետ էլ կապ չունեն ոչ իրանք ներկայացրել են մի քանի անգամ տարբեր ցուցակներն բաները քվեարկությունով 2000-ից 5000 հոգի մարդ է քվեարկել, մենք շատ բարձր տոկոս վախենում եմ ասեմ ինչ տոկոս ենք այնտեղ։ Մենք իսկ դուք կազմակերպել եք դուք հարցում ինքներդ անցկացրել եք անում ու մենք բայց sense ասեմ ձեզ, հա, մեր բանով հիմա վստահ չենք որ ասենք 6%-ն ենք անցնել, 4-ը անցել ենք, բայց մի հատ հնարավորություն մենք ունենք, մենք հեսա այս մոտակա վաղտեր անում ենք, իմ հասկանալով 15-ից 20% մենք կարանք ունենանք իրականում։ Տեսեք, Արտաշես, ամեն դեպքում դուք ունեք ձեր իսկ հարցման այսօր մոտավորապես 4%, հա, դուք եք ասում այդ թիվը 4.6, օքեյ։ Դուք ուզում եք, որ այն ուժերը, ովքեր ունեն 15-ից 20 եւ ավելի տոկոս, ընդունեն ձեր ծրագիրը։ Չէ, նայեք, մեր ծրագիրը չի սա, հա։ Սա մոտեցում է, որը որ հնարավորություն է տալիս։ Նայեք ինչ ենք մենք առաջարկում, դուք պատկերացրեցիք ինչ ենք առաջարկում։ Այո, ես պատկերացրեցի։ Մեր առաջարկը սենց է, նայեք, անկախ վարչապետի թեկնածու, որ ոչ մեկի հետ ժամանակավոր կոալիցիոն կառավարություն։ Ով իրավունք չի ունենա հետո ընտրությունների ժամանակ իր քվեարկել։ Բայց ոչ թե 100 օրով,
ոնց որ բան ասում։ Հովիկ Աղազարյանն էր ասում Հա, կարծեմ։ չէ, բոլորին դեմն էլ ասում 100-ով։ Բայց մենք ես այդ նժարի ծրագիրն է, ոչ թե բոլորին դեմ եմ։ Նժարի ծրագիրը սա է, եկեք 6 ամսից 8 ամիս, որ սահմանադրական փոփոխություններ մենք պետք է անենք, ոչ թե օրենսդրական փոփոխություններ, որը որ բոլորին դեմն առաջարկում։ Սահմանադրական փոփոխություններ, որ Հայաստանը խորհրդարանական պետությունից վերածվի նախագահական խորհրդարանական պետություն, որտեղ որ պրեզիդենտի ինստիտուտը փոխարինում է պետխորհրդի ինստիտուտով եւ որտեղ լիազորությունները վարչապետի մոտից որոշ լիազորություններ արդարադատության հետ կապված, հա, այնտեղ Կարծեմ նման ծրագիր կար 2018 թվականին Ռուսաստանում, երբ որ Պուտինը որոշել էր, որ կարող է եւ չգնա նախագահական, իրենք էլ են ուզում ստեղծել պետխորհուրդ, ինքն լիներ պետխորհրդի ղեկավարը։ Հա, չստեղ պետխորհրդի ղեկավար չի լինելու, ստեղ ամեն պետխորհրդի անդամը տարին 1 դառնում է որպես նախագահի լիազորություններ կատարողը, տարին 1 ռոտացիայով փոխվում է։ Շվեյցարիայի ձևով։ Այո, ավելի շատ մոտիկա Շվեյցարիայի մոտեցումը, 3 հոգին 3 տարի 1 փոխվելու են, որ այնտեղ էլ լճացում չլինի պետխորհրդում, եւ դրանք ուրիշ ինստիտուտից, այդ էլիտայի ինստիտուտից դրանք գալու են աճեն դառնան այդ պետխորհրդի անդամներ ու միշտ ռոտացիան լինելու։ Այս մոտեցումը իրականում տալիս է նաթանարություն, որ ով էլ գա վարչապետ, այդ մարդը պատասխանատու է լինելու ու ինքը վախա ունենալու ամեն դեպքում ինքը չի կարողանալու սա այդ սահմանադրությունը ոտնահարի, ոնց որ սա է անում։ Սա բիզնես մոդել է, էլի լուրջ ընկերության բոլոր պետությունները զարգացած այսօր այդտենց մոդելներով են աշխատում։ Եթե այդ մոդելը չկա, եթե հույսը մի մարդու վրա է, դու կործանված ես։ Ֆրանսիան նախագահական հանրապետություն է եւ շատ ուժեղ նախագահական ինստիտուտ։ Նախագահական ուժեղ ինստիտուտ ունի, բայց ինքը ունի մի հատ սահմանադրական խորհուրդ, որը որ նախագահի հերը կարող ամիցի այն բայց միջև հիմա երբեք չի անի։ Չի արել, հիմա այդպես խորհուրդներ կարող ոչ մի բան չանի, որ եթե սա ճիշտ են օրենքով են աշխատում, սահմանադրությունը չեն ոտնահարում։ Մի երկրի օրինակ տակ, մի երկրի օրինակ տվեք, որ ձեր ասած այդ համակարգը շատ լավ աշխատում է։ Չէ, մի րոպե, այն համակարգը, որ ես ձեզ առաջարկում եմ, դա այն անես չէ, որ բոլոր երկրները ունեն։ Հիմա նույն Իրանում դա այս մոտավորապես ձևը, հա, այդ բաներն էին։ Լավ օրինակ էր։ Չէ, ուզում եմ ասեմ, տարբեր պետություններում տարբեր ձև է, նույն Ֆրանսիայում, որ դուք ասացիք, ընդ այդ ասում, սահմանադրական խորհուրդը շատ կարևոր խորհուրդ է, ու ինքը միայն եթե սահմանադրությունը խախտում է, այդ դեպքում է որոշումներ ընդունում ու կարա հեռացնի նախագահին էլ բան այդ մենք պետք է ունենանք մեր նոր ժողովրդավար պետություն ենք։ Եվ ովքեր պետք է լինեն այդ պետխորհրդի անդամները եւ ինչպես պետք է ընտրվեն։ Ասեմ ձեզ, դա պետք է լինեն իրականում այն որակով են բարոյականության բարձր տեր մարդիկ, ասենք ձերպես մարդիկ, հա։ Ով է որոշել, ով պետք է լինի։ 60 հոգու ցուցակ պետք է ներկայացվի, 60 հոգուց կազմված ցուցակ, ասեմ ձեզ, սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ որ դու հանրակրվես անցկացնում, այդ 60 հոգու ցուցակը ներկայացնում ես ժողովրդին, առաջի 31-ը, ովքեր որ ամենաշատ ձայները կհավաքեն, դառնում են հոգաբարձուների, այդ ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը։ Հոգաբարձուների խորհուրդը իրանց մեջ արդեն ընտրում են առաջի 9-ին։ Առաջի 9-ը գնում են, բայց առաջի 3-ը 3 տարուց են դուրս գալի։ Երկրորդ 3-ը 6 տարուց են դուրս գալի, իսկ հետագայում արդեն 9 տարի 3 հոգի հա փոխվելու են։ Այս շատ կարևոր ուժեղ մոտեցումը, շատ ճիշտ մոտեցումը, դրանից լավը, այսօր ձեզ ավելին ասեմ, մենք այն ունենք, ինչ որ հələ ուրիշները չունեն։ Արտաշես, բայց եկեք, օքեյ, դուք հետաքրքիր բան եք առաջարկում, բայց գուցե այս պահին սա միակ հնարավոր բանն է, չէ, ես ոչ թե բանով եմ ասում, որ իմ առաջարկն է, սա ամեն օր հարցազրույցներ եմ անում, գրեթե ամեն օր, եւ ամեն օր այսպես ձեր տեղը նստած մեկը ինձ ասում է, որ սա միակն է։ Այո, բայց հիմա երբ որ 25 հոգի ձեր ազգի ամենալավ ներկայացուցիչները նստած են ու 3 տարի աշխատում են, ու ասում են, այո, մենք ուրիշ ձև, որովհետև մենք ախտորոշումն էինք արել։ Այդ ախտորոշումը երբ որ դու անում ես, դրանից հետո դու կարող ես պրոյեկտ անես, սա արդեն չի նշանակում։ Իսկ դուք չեք համաձայնում ասել, օքեյ, եկեք այս նախագծին, միակ ճիշտ նախագծին մենք անդրադառնանք, ասենք մի որոշ ժամանակ հետո։ Հարց չկա, խնդրեմ չի, եկեք խոսանք, ժամանակ Ես ուզում եմ ասել նախընտրական գործընթացներից խոսել, հա։ Եթե դուք անցնում եք ազգային ժողով եւ դուք չէ, օքեյ, բոլորին դեմ եմ անցնում է ազգային ժողով եւ պետք է իր ձայնը տա անդիմադիր ուժերին, որպեսզի անդիմությունը կարողանա կոալիցիոն կառավարություն ստեղծի եւ հեռացնի Փաշինյանին։
դա տեղի կունենա թե չէ։ Հիմա նայեք։ Որովհետև- Այսինքն որ ես նոր ներկայացրեցի, սա նժարի մոտեցումն է։ Ուզում որ չխառնեն մարդիկ նժար շարժումը, սա այդ գլոբալ այդ մոտեցումները պետք խորհուրդ բան որ ես առաջարկում։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը, որտեղ մենք ունենք մեր ներկայացուցիչները, որոնք որ գնալու են պարլամենտ, իրանց հետ։ Ամեն դեպքում դուք իրենց մի հատ Հիմա նայեք, իրանց առաջարկը դա վերջնագիրը, այսօրվանից իրանք ասում են ուլտիմատումա։ Մենք գալիս ենք ուլտիմատումով ժողովրդի անունից, ով որ մեզ քվեարկելու է, ինքը ասում է, ես բոլորին դեմ եմ։ Իրանք բոլորին դեմ են, իրանք ոչ Սամվելին են տալու ձեն, ոչ Նիկոլին են տալու ձեն, իրանք իրանց են ձեն տալու, մենակ բոլորին դեմ են, գիտեք, իրանք ինչ է գալիս են լինելու- վերջնագրով ու ասում են, տղեկ ջան, նայեք, կամ դուք ընդունում եք մեր պայմանները, Նիկոլ դու ես ընդունում, ընդունի, սկզբից պետք է իրանք ասել են, որ ընդդիմությանն են առաջարկում, ընդունում ես մեր պայմանները, մեզանից է կախված ձեր իշխանության գալու չգալու, մենք ենք գալի իշխանություն, ընտրեք մեզ, եթե չեք ուզում Նիկոլին։ Նիկոլը սուտ կասի, ընդունում եմ ու սուտ կասի։ Մեր Կասի վարչապետն ընդունում եմ մեր մի րոպե։ նայեք, հիմա իրանք ասում են մեր վարչապետն է, դու պետք է ի՞նչն է իրանց պայմանը, այդ է կարևորը։ Ինքը ասում է մեր վարչապետն է լինելու, պարոն Կարապետյան, դու չես կարող անես, պարոն Փաշինյան, դու չես կարող անես։ Մեր վարչապետը ու էս 3 կետը 100 օր հետո նոր ընտրություններ։ Հետո կետանք նոր ընտրություններ։ Եթե չեք ուզում ընդունեք դա, դուք ուզում եք հիմա ու դուք Գիտեք որ դա չեք տալու ավելի իրանք, ասում ձեռնտու է Փաշինյանին։ նայեք Ձեր ասած ծրա, չէ, կոնկրետ Ոնց է ձեռնտու տակտիկան Փա- հիմա եթե ասեմ։ նայեք։ Մարտավարությունը հետևյալն է, հա, տեսեք։ Մարդը գնում է Փաշինյանը, գնում է ընտրություններին, պարտվում է այդ ընտրությունները, կա ռեալ շանս, որ ինքը հեռանա, որ գա նոր իշխանություն եւ այդ թվում Փաշինյանին նաեւ եւ նրա թիմակիցներին որոշ այդ թվում իրավական Իսկ պատասխանատվության դա բոլորին դեմ եմ չլինի, այլ Կարապետյանը լինի օրինակ։ Բոլորին դեմ եմ ասում եմ, ես եմ լինելու։ Դու կտաս քո ձայնդ ինձ։ Նիկ Մի Փաշինյան։ րոպե, ինքը ինչպես է ասում եւ Նայեք։ Փաշինյանից ձայն է խնդրում, հետո գնում է Չի Փաշինյանի խնդրում, դեմ ինքը հարցը։ վերջնագրով է եկել։ Ինքը ասում է, ախպեր, ես ուլտիմատումով եմ եկել։ Կամ դու տալիս ես, կամ չէ, դե գնացեք կռվեք իրար հետ, ինչ եք ուզում։ Ինքը ժողովրդին հիմա Գիտեք ինչ է լինելու, եթե- Ազատ ջան, մի րոպե, 1 ամիս իրանք քարոզելու են ժողովրդին, ասելու են, ժողովուրդ, մենք գալիս ենք այս պայմաններով։ Մենք գնում ենք բոլորին դեմ։ Սամվել Կարապետյանին դեմ, Նիկոլ Փաշինյանին դեմ, Ռոբերտ Քոչարյանին դեմ են իրանք գնում։ Իրանք ասում են, մենք ենք դառնալու։ Իսկ ով է ձեր տեխնատը, ով է բոլորի դեմի տեխնացուն։ Այսօր կհայտարարեն իրանք ով է։ Իրանք այնտեղ ժողովրդավարական ընտրություններ են արել, իրականում։ Եթե ուզում եք չաթը դե ցույց տամ, 360 հոգի այն ուղակի չաթի մեջ Չէ, կարող եմ անունը տալ, որովհետեւ մեր ոդկասթը գնալու է երեկոյան։ Եվ անունը արդեն հայտնի է լինելու։ Անունը հայտնի է, հա, ես արդեն առավոտյան գիտեի էլի։ Դե ասեք անունը, որովհետեւ մեկը սա երբ որ հրապարակեք արդեն անունը հայտնի է։ Այսօր պետք է հրապարակեն Այո, իրանք այսօր։ թե չէ, ես չգիտեմ։ Դե լավ, կներեն ինձ, եթե հանգարց ես առաջ ընկա, հարգելով ձեզ, Ազատ ջան, Նինա Կարապետյանցն է իրանց տեխնացուն։ Վաու։ Այո։ Նինա Կարապետյանցն է Այո։ իրենց տեխնացուն։ Իրանց տեխնացուն Նինա Կարապետյանցն է, ու իրանք գնում են այդ վերջնագրով, ասում են Նինա Կարապետյանց վարչապետ 3 հատ կետը փոխում ենք 100 օր հետո Նինա Կարապետյանցին համոզելը որ ինքը լիներ ես ու ինձ են համոզել ես ձեզ երդվում եմ գիտեք ինչի որովհետև այն մեր նժարի գործը եթե հանգարց Նինա Կարապետյանը ես Կարապետյանը համաձայն չեմ, եթե մի րոպե, ես համաձայն չեմ, եթե Նինա Կարապետյանը ձեր վարչապետն է, ենթադրենք բոլորը ընդունեցին, ասենք ընդդիմությունը ընդունեց ձեր այդ վերջնագիրը, ինչպես դուք եք ասում, եւ Նինա Կարապետյանցը միայն 100 օրով է լինելու վարչապետ, եւ դուրս է գալու քաղաքականությունից։ Այո, խայտարակ, Ես համաձայն չեմ։ գնալու է, ես էլ համաձայն չեմ, ես դրա համար կռիվ եմ տվել իրանց հետ, բայց վերջում ես հասկացա, որ իրականում, եթե մենք ուզում ենք համախմբենք ազգը, եթե ուզում ենք Նինա Կարապետյանցն էլ ասեց, ես պատրաստ եմ իմ վրա այդ բանը վեկանում, որտեղ ինքը ավելի շատ գերադասում է այդ ինստիտուտի կազմավորման մեջ Դուք հավատում եք, որ այս ընտրությունների արդյունքում դուք կարող եք հասնել ձեր այս նպատակին։ Միանշանակ, ոչ թե հավատում եմ, ես վստահ եմ, եթե հիմա էլ չհասնենք, փողոցային պայքար լինելու եւ միևնույնն է հասնելու ենք։ Մի րոպե, հիմա գանք փողոցային պայքարին, տեսեք։ Ստացվում է, գնում եք ընտրություններին, դուք եք հավաքում, դուք եք հաղթահարում այդ շեմը, գուցեև շատ ավելի ձայն եք հավաքում, ինչպես դուք եք ասում, եւ ներկայացնում եք ձեր վերջնագիրը, ոչ ընդդիմությունը, ոչ էլ Փաշինյանը ձեր վերջնագիրը չեն ընդունում։ Գիտեք հետո ինչ է լինելու։ Երկրորդ փուլ։
Համաձայն եք այդ երկրորդ փուլին։ Թող իրանք որոշեն։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում երկրորդ փուլը։ Ասեք, ես հասկանում եմ, ես շատ բան եմ հասկանում, Ազատ ջան։ Ես ուրիշ բան, իրանք հասկանում են, որ այս մարդիկ հիմիկվանից իրանք զգուշացնում են։ Տղեկ, նայեք, կամ եկեք մարդավարի սենց են կանում, կամ եթե դուք տենց ձեր վրա վստահ եք, դե գնացեք կրեք։ Եթե վստահ չեք, կգաք ուրեմն մեր վարչապետին կընտրեք։ Եթե չեք ուզում ընտրեք մեր վարչապետին, ինչի՞ չեք ուզում Նինա Կարապետյանցին օրինակ ընտրեք, հա։ Ինչի՞ չէ, սա բանը որ ձեզ լնի, այս կոստյումը Սերժի էլի դուք հիմա ակնեք, կամ չի լինի տենց, հերիքա։ Ամեն մեկը նոմա մենք կանենք, ես կանեմ, ես ամենալավն եմ, չկա հայերի մեջ ամենալավը։ Հայերը լավն են, երբ որ իրար հետ են, հայերը պետք է իրար հետ լինեն։ Իրար հետ կլնենք, մենք կլնենք ամենալավը։ Մենակ մարդը ով որ դարավ ղեկավար, 5 տարի հետո սկսել ենք այդ նույն մարդուն հետո անգնենք խառնում ենք, ոնց ենք սրան հանելու։ Հերիքա, այս ամեն ինչը հոգնել է այս ազգը։ 36 տարի այս կինոն հանեցին, նկարեցին, զզվել են սաղ։ Հիմա ժամանակն է համախմբվելու ճիշտ պայմաններով։ Այս ամենակարևորն է։ Եթե սիրում ենք այս ազգը, պետք է ճիշտ պայմաններով համախմբենք, ուրիշ ձև չունենք մենք։ Սա կարևորն է։ Քաղաքական ահաբեկչություն Արտաշես։ Նման է շատ քաղաքական։ Հիմա կարելի է կոչել քաղաքական ահաբեկչություն, այս մարդիկ գնում են ընտրության կոնկրետ ծրագրով։ Կոնկրետ իրանց ընտրողներին ասում են այս է պայմանները, եթե մեզ ընտրեք, մենք էս ենք անելու։ Իսկ դուք ասում եք, խափի հետո քո ընտրողին գնա համաձայնվի Սամվել Կարապետյանի հետ։ Տենց չի լինում։ Ես այդպես չեմ ասում։ Դուք ասում եք, բա Նիկոլ Փաշինյանի հետ կեթան երկրորդ, դե թող գնան։ Այս մարդիկ չեն կարող խափեն իրանց ընտրողին։ Իրանց ընտրողը իրանց տալու է ձայն նրա համար, որ իրանց վարչապետը կամ կլինի, կամ չէ, ախպեր դե գնացեք դուք բան արեք։ Ես լրիվ այլ բան եմ ասում, Արտաշես։ Ես ասում եմ, քանի որ ես մանրակրկիտ չեմ ուսումնասիրել ձեր ծրագիրը, հա, տեսեք, ես Հայաստանի քաղաքացի եմ, ընտրող եմ, այսինքն, եւ ես ձեզ անկեղծ ասում եմ, ես չեմ կարդացել մանրակրկիտ, չեմ ուսումնասիրել ձեր ծրագիրը, ու տվյալ դեպքում բոլորի դեմի ծրագիրը, եւ ես չեմ ենթադրում եմ, որ դա կարող է լինել իսկապես շատ լավ ծրագիր Նինա Կարապետյանցի հետ։ Գիտեմ այդ կետերի մասին։ Նինա Կարապետյանցի հետ այս նույն ստուդիայում մենք խոսել ենք այս մասին, եւ ես Նինա Կարապետյանցին ասել եմ, որ այնինչ դուք առաջարկում եք, առաջադեմ է, ավելին առաջադեմ, քան բնակչությունը դեռ պատրաստ չէ նման ծրագիր ընդունել իմ կարծիքով, հա, որովհետև մենք չունենք այդ հասարակությունը, դուք ասում եք էլիտա ստեղծենք, եւ ես նույնիսկ պատկերացնում եմ, թե ինչ հսկայական խնդրեմ կլինի այդ 60 հոգանոց ցուցակը հրապարակել, որովհետև Հայաստանում ամեն հայ եւ Նապոլեոնը, եւ Էյնշտեյնը, եւ Մամա Թերեզա է։ Դրա համար պետք է մարդիկ լինեն, ովքեր պատրաստ են վեկալ են իրանց վրա։ Բոլորն են պատրաստ, գնացեք ընտրեք։ Հիմա այ Նինա վարչապետ կլինի, չէ, ինքը ասեմ, բանը, ինքը ցուցակը կներկայացնի։ Հիմա նայեք, էլի դա տեխնիկական բաներ է։ Մենք փախնում ենք, մենք ասում ենք դժվար է, ոչ մի դժվար բան չկա, Ազատ ջան։ Պետք է ուզել։ Կամք է պետք, հասկանում եք ոնց, այս 36 տարվա մեջ կամք չի եղել է ժողովրդին ժողովուրդ սարքել, պետություն սարքել։ Ես էլ եմ ասում, հարգելով բոլոր ղեկավարներին, լավ վերաբերվելով թող Աստված իրանց առողջություն տա։ Իրանք ես իրանք մեղադրում եմ մենակ մի բանի պատճառով։ Իրանք չեն կարողացել դա անեն, բայց իրանք մեղավոր չեն, որ իրանք ծնվել են սովետական ժամանակ եւ այնտեղ էլիտաները ուրիշ ձև են ձևավորվել։ Իրանք սովետական ձևավորման էլիտան բերել են տեղափոխել են մեր այս ժամանակվա ժողովրդավարական երկրին ու ստացել ենք այն ինչ որ ստացել ենք։ Հիմա պետք է ելնել հենց դրանից ժողովրդավարությունը, մեր ինքնությունը, մեր մենտալիտետը, հա, այդ շատ կարևոր է, դու չես կարող նույն բանը անես, ինչ որ նորվեգացին անում, դու էլ նույն ձևի պետությունը նույն ձևի ոնց։ Արտաշես, ես ցավում եմ, բայց մեր ժամանակն արդեն սպառվել է։ Ես առաջարկում եմ հետեւյալ, ես անպայման ձեզ կկանչեմ հարցազրույցի կամ ոդքասթի ընտրություններից մեկ շաբաթ առաջ եւ հետո առանձին կկանչեմ անպայման կկանչեմ Նինային, ում իսկապես շատ սիրում եմ, հա։ Եվ ուրախ եմ, որ մեր քաղաքական դաշտում նման կին քաղաքական գործիչ կա, ինչպեսին Նինա Կարապետյանցն է, բայց այս պահին արդեն մենք պետք է ավարտենք եւ իմ ամենավերջին հարցը, ուզում եմ հասկանալ ձեզ, ուզում եմ պատկերացնել էլի ձեզ, ավելի լավ հասկանալ ինչ եք ով եք, ձեր ամենասիրած քաղաքական գործիչը պատմական։ Շարլ դե Գոլ։ Ավելի լավ էր չասեիք Շարլ դե Գոլ, Արտաշես, որտեվ Դե կարող ասեի Մակեդոնսկի իհարկե։ Չէ, որովհետև երբ մարդն ասում է Շարլ դե Գոլ,
Ես հասկանում եմ, որ ես այդ մարդուն արդեն սիրում եմ, որովհետև իմ համար էլ Շարտեգորը նա մի մարդ է, ում այս ճգնաժամերում գտնվող, գիտեմ, այս նման ճգնաժամում ինչպիսին Հայաստանն է, Հայաստանին պետք է Շարտեգոր, հենց Շարտեգորի պես քաղաքական գործիչ։ Շատ լավ, մենք նորից կհանդիպենք, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ